Ես Արմեն Պապյանն եմ, ներկայացնում եմ Սարի հովիվ պանիրների արտադրությունը և Ուռուտ համտեսի սրահ ռեստորանը։ 10 տարուց ավելի է, որ մեր պանիրի արտադրությունը կա և մենք ունենք մեր հեղինակային պանիրները մոտ 8 տեսակի, որոնք բացառապես մեր մտածած բաղադրատոմսերն են և խնդիր կար այդ պանիրները ներկայացնելու սպառողներին, դրա համար մտահղացում եղավ ստեղծել համտեսի սրահ, որը հետագայում նաև դարձավ համտեսի սրահ ռեստորան։ Որպես իմ էությամբ միշտ ինչ-որ նոր բան փնտրող մարդ, փորձել եմ, որպեսզի մենք գտնենք մեր ուրույնը, մերը, ինչ-որ մի նոր բան ստեղծենք։ Այդ հարցում առաջին անգամ օգնեց իմ զոքանչը, որ ասեց, որ ինչ-որ միտեղ չամանով պանիր է տեսել։ Իհարկե, ընդհանրապես այդ նկարագրությունն էր և մենք սկսեցինք երկար փորձեր կատարել, թե ինչպես ստանալ այդ պանիրը և մենք առաջինը ստացանք մեր չամանով լոռին։ Հետագայում արդեն նաև չամանով մենք փորձեցինք սուլուգունի պանիրը, որը նույնպես շատ սիրվեց մեր հյուրերի կողմից։ Հետո փորձեցինք պանիրներ հնեցնել։ Այսօր մենք ունենք մոտ 3 տարեկան ուրցով լոռի պանիր, որը շատ տպավորիչ համ ունի։ Հիմա մեր ապրանքատեսականին ներառում է գրեթե ամբողջ կաթնամթերքը։ Մենք փորձում ենք ապահովել մեր հաճախորդներին ողջ տեսականիով։ Այսօր մենք արտադրում ենք թե մածուն, թե թթվասեր, թե կաթնաշոր, ռեժան, կարագ, պանիրների տարբեր տեսակներ, որոնք նաև ստանդարտ պանիրներ են, օրինակ չեչիլ ունենք, անյուղ չեչիլ ունենք, չանախ, լոռի ու նաև մեր ֆիրմային պանիրները։ Մենք ունենք սառնարան մեքենա, որի միջոցով մեր ապրանքները հասցնում ենք Երևան քաղաք, այնտեղ մոտ 30 խանութների մենք մատակարարում ենք և նաև իրականացնում ենք առաքում on-line պատվերների միջոցով։ Մեր համտեսի սրահ ռեստորանի հյուրերին մենք առաջարկում ենք ոչ միայն պանիրների և գինիների համտես, այլ նաև մեր ստեղծած բաղադրատոմսերով շատ հետաքրքիր ուտեստներ։ Եղած ուտեստները պատրաստում ենք մեր ֆիրմային պանիրներով, որը նրանց հաղորդում է շատ բնորոշ համ և դառնում է, այսպես ասած, հեղինակային։ Եվ այսօր մենք շատ մեծ նշաձող ենք մեր առաջ դրել։ Մեր հիմնական նպատակն է Ուռուտ գյուղում զարգացնել զբոսաշրջությունը և Ուռուտ գյուղը դարձնել հիմնական զբոսաշրջային ուղղություն։ Եվ ուզում ենք, որպեսզի ամբողջ էկոհամակարգը զարգանա, առաջարկում ենք տուրիստներին քայլարշավներ, մեր բնության գեղեցիկ տեսարժան վայրերը, այստեղ առաջարկում ենք նրանց պանիրների պատրաստման վարպետաց դասեր, ծանոթացնում ենք հայկական պանիրների պատմությանը։ Ապրելով Երևանում ես, այսպես ասած, իմ տեղը չէի գտնում, անընդհատ գյուղը ձգում էր և ուզում էի արմատներս չկտրել այստեղից և հենց մեր գյուղը զարգացնել։ Այսօր հնարավորությունները գնալով շատանում են, կան պետական աջակցության ծրագրեր, որոնք միտված են հենց գյուղում զբոսաշրջության զարգացմանը և պարզապես պետք է ունենալ լավ գաղափար։